Հա, գիտեք, ճիշտ է, փաստաթղթում շատ պարզ գրված է, որ իբր թե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, չգիտես ինչերը, շատ լավ է։ Բայց մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ ոչ մի միջազգային փաստաթուղթ չի հարգվում։ Տեսնում եք հիմա, ասենք, Գրենլանդիայի շուրջ ինչ է տեղի ունենում։ Տեսնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ է անում իր գործընկերների գլխին։ Նաև վերեք հիշեցնեմ, որ Ադրբեջանի բռնապետը նախաամանորյա իր մամուլի ասուլիսի ժամանակ շատ պարզ նշեց, որ միջազգային ոչ մի օրենք չի գործում։ Գործում է ուժի օրենքը եւ վերջ։ Հիմա մենք նստած նապաստակ ենք նկարում, հբարդանում ենք, որ ամերիկացիները մեզ թույլ են տվել այդ պայմանագրի մեջ մտցնել Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի իրավապահ համակարգի առաջնայնության եւ այլնի մասին այդ կետերը, բայց մենք մեր տարածքով անցնող հողերի եւ այդ հողերի վրա կառուցվող կամ վերականգնվող ենթակառուցվածքների նկատմամբ ուրեմն վերահսկողությունը տալիս ենք ամերիկացիների 76%-ը նրանց, 24%-ը մեզ, լավ, պարզ տրամաբանություն, նստում եք քվեարկության, ով է հաղթում 76% ձայն ունեցողը, թե 24% ձայն ունեցողը, մեխանիկորեն 76% ձայն ունեցողներ առաջ տանելու այն քաղաքականությունը, որը իրենց ձեռնտու է։ Իսկ ով է ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անընդհատ պետք է հաշվի առնի կամ անընդհատ որ ընդհանրապես պետք է հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Իհարկե չի հաշվի առնելու եւ չի էլ անելու այն ինչ որ մեզ պետք է, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը մեծ մերձավոր արևելքում ամբողջությամբ համաձայնեցված է Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշոր եւ ամենակարևոր երկու գործընկերների հետ՝ Իսրայելի եւ Թուրքիայի։ Ես բազմիցս եմ ասել, հիմա էլ կգնում եմ, այդ հեքիաթները, որ Թուրքիան Իսրայելի թշնամին է, ուղղակի ծիծաղելի։ Բերեք մենք ավելի շատ ուսումնասիրենք պատմությունը, ինչպես նաև ավելի շատ տնտեսագիտությունը, որովհետև տնտեսագիտությունը կապված թուրք-իսրայելական տնտեսական հարաբերությունների հետ ավելի ցայտուն են ցույց տալիս, թե այս երկրները իրականում ինչ հարաբերություններ ունեն։